Մայրաթորի վրա հարձակվել է Կտրիշ Ներսիսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եւ ոչ միայն Կտրիշ Ներսիսյանը, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Եվ այդ կետից է սկսվել Մայրաթորի վրա հարձակումը, երբ որ ոչ կուսակրոն մարդը ստանձնել է, օծվել է որպես հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս։ Սա հայտարարությունն է մեր բոլորի։ Հիմա, երբ որ կան համապատասխան իրողությունները, իրավիճակը, ճշմարտությունները ջրերս դուրս եկել, մենք դրա մասին բարձրաձայնել ենք, եւ որևէ մեկը մինչեւ այսօր չի հերքել, որ Կտրիշ Ներսիսյանը զավակ ունի։ Ոչ մեկ չի հերքել, ինչ որ մեկը կա, որ հերքել է, որ դուրս է եկել եւ հիմնավոր կերպով հերքել է, որ Կտրիշ Ներսիսյանը զավակ ունի։ Մենք հիմնավոր կերպով ասում ենք, որ Կտրիշ Ներսիսյանը զավակ ունի, եւ եթե ինչ որ մարդ կա, որ կասկածներ ունի, կարա գա, ես իրան ուղեկցեմ։ Ուղղակի իր զավակը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի երրորդ անձ է պատմության հետ որևէ կապ չունի եւ որևէ այսպես մեղսակցություն չունի։ Եվ լավ կլինի Կտրիշ Ներսիսյանը, ուրեմն հնարավորինս արագ հեռանա Մայրաթորից ու չշարունակի պղծել Մայրաթորը իր եւ իր ընկերների ներկայությամբ